Ողջույն բոլորին, երեխեք, կարծում եմ ձեզ համար շատ տարօրինակ ռակուրս է, ինչ գործ ունի Աննան այստեղ եւ ինչա վլոգը այստեղից սկսում, ավելին ասեմ, շատ վաղ առավոտ է։ Այսօր ես գնում եմ Գյումրի տուրով, տուր իվենթ, հա, տարբեր տեղեր ենք այցելելու, քաղաքում ենք ման գալու եւ որպես վերջնարդյունք գնալու ենք ռեստորան իվենթի։ Հետեւաբար հիմա բոլորը կգան եւ ես կգնամ Գյումրի։ Գյումրիում վերջին անգամ եղել եմ դպրոցական տարիներին, չնայած մանկության տարիներին շատ եմ եղել, որտեղ մամայիս կողմը Գյումրիից է։ Մի խոսքով շատ տրեպետնի է, սիրտս թրթռում է հաճելիորեն ու լիքը շուն հենց նոր տեսա։ Պարզվում է ես մի քիչ սխալ տեղ եմ եկել, ու այստեղ աստիճաններ կան, որոնցով պիտի գնամ դեպի Կիևյան մոստի մոտ։ Դե ես տարածքին ծանոթ չեմ, ու չգիտեմ որտեղ կար ավտոբուս կա, որտեղ ոչ, բայց բարձրադիր տեղում եմ ու քամի է բավականին։ Իջնեմ, փրկվեմ, մնում է գտնեմ այն աշճանները, որի մասին ինձ ասեցին, այստեղ չկա ամեն դեպքում։ Էլի է փոխվում։ Երեխեք ջան, մենք ընկանք ջամփա, այստեղ ուշ կադրը փակեցի։ Բոլորով նստել ենք արդեն, շատ լավ կամպանիա է, արդեն զգացվում է, որ ուրախ ճանապարհորդություն ենք ունենալու եւ ինչպես ասում են, բարով գնանք, բարով վերադառնանք։ Ով մի անգամ այցելի, սիրահարվում է Գյումրին, որովհետև ինքը սրտի քաղաք է, ինքը այնքան հավես ջերմ կոլորիտ ունի, որ չսիրահարվել ուղղակի անհնար է, ու այս անգամ գնալու ենք հատուկ հստակ ուղղություններով, որը որ հենց խորհրդանշական է ու հենց Գյումրու դեմքն է, այսպես ասած, ովքեր որ գնում են ու չեն այցելում, այդտեղ չգիտեմ արդեն։ Կապ չունի թե քո երկրի ներսում, թե երկրից դուրս, որովհետև բացվում է քո այսպես տեսողական այդ ամեն ինչը ու դու այսպես ամեն ինչ կլանում ես, ավելի լավ ես պատկերացնում աշխարհը, մշակույթը, արվեստը ու ինչու՞ չէ, երբ որ դու դուրս գնում ես ճամփորդելու, շատերը այսպես մի քիչ պատահասախար բան է, չէ, որ գնացինք մենք Եվրոպա, ո՞й ես ինչու՞ մեր երկիրը, ես այդպես չեմ մտածում, որովհետև ցանկացած ճամփորդություն քեզ հնարավորություն է տալիս ավելի ճանաչելու ու սիրելու քո երկիրը։ Ես համենայն դեպս այդպես եմ անում։ Սիրելիներ, սիրելիներս, մենք մեր առաջին կանգառում ենք, ինչպես էր կոչվում, որ սխալ չասեմ։ Հիմա գտնվում ենք մենք Թալինի կաթողիկե եկեղեցի տարածքում։ Արդեն իսկ էներգետիկ դաշտը եկավ եւ փարվեց ինձ։ Այստեղ ես ձեզ էլ ցույց տամ, որ տեսնեք ինչքան սիրուն է, ինչքան հին, պատմական, գեղեցիկ, չգիտեմ։ Սրանք կոչվում են քառակող կոթողներ։ Մենք Հայաստանում ունենք 252 միավոր քառակող կոթող։ Այսինքն բոլոր կողմերից ինքը զարդանախշված է։ Ինքը հավասարաչափ մշակված է եւ արձանագրություններ չկան։ Եթե երբեմն հանդիպում են արձանագրություններ, ուրեմն իրենք գրված են ավելի ուշ շրջանում։ Եթե նկատեցիք, բոլոր 4 կողմերը իրենք պատկերազարդ են։ Եկեք այս հատված։ Ամենաբարձր հուշակոթողը, քառակող կոթողը գտնվում է Բրձորում եւ ամենացածրը գտնվում Բացառիկ աուրա։ 7-րդ դարի պարոստած Սուրբ Աստվածածին եկեղեցին է։ Այսպիսի եկեղեցիները հայկական ճարտարապետության մեջ կոչվում են խայտաձև գմբեթավոր եկեղեցիներ։ Գնում ենք մյուս եկեղեցին ուսումնասիրելու։ Եթե նկատեցիք, էլի շատ քառակող կոթողներ կան։ Հա։ Տարբեր պատկերագրությամբ։ Ու այս գերեզմանի տարածքում էլի շատ ենք հանդիպելու քառակող կոթողներ։ Եկեղեցի դիմացի հատվածում։ Աշխարհի 4 կողմերն է ինքը խորհրդանշում։ Հա։ Եվ հիմնականում իրենք մեկ քարից են սարքացնում, շատ հազվադեպ կտորներից։ Մենք նստել ենք այստեղ, երեխեք սրճմպում ենք կազմակերպել։ Խնդրեմ, մի հատ նայեք։ Ինչպիսի հավես։ Մարաշուն ամենուրն ես Շնորհակալ եմ շատ։
մի հատ սուրճ վայելենք ու շարունակենք մեր ճանապարհը։ Այնքան հով է անցնում, շատ։ Մենք արդեն Գյումրիում ենք երեխեք ջան, այստեղ սառնաշունչ ավելի քան Երևանում, բայց լավա կուրտկա ենք, մազերս քամին տարել է, հիմա փորձեմ ինձ մի հատ կարգի բերել մեր աղջիկները։ Գնանք տեսնենք մեզ ինչ է ներկայացնում մեր զբոսավարը։ Նայեք ինչ խրոխտ արձանը, հուշարձան։ Հիմա մի փոքր խոսեմ Մայ Հայաստան աշխարհի կամ հուշագործի, որովհետև Արա Հարությունյանը, որը Արթանի քանդը Արա Հարությունյանը, ուրեմն այն ժամանակը, գիտեք, դա մի քիչ ավելի խիստ էր, որ չէր կարելի այդպես մեջք, հա, համարձակ քայլել դա քանդակագործի կողմից, դե ինքն է սփյուռքահայ, Եվրոպայում մեծացած, որոշում է, որ այսպես պետք է քանդակի, եւ ճարտարապետ Վարպետը գալիս է ասում է. Արա ջան, դու գոնե հասկանում ես ինչ ես անում։ Այսպես որ Սիգլենականն է։ որ այսպես քանդակել ես, չես մտածում, այս գյումրեցիները ճոռա բերան են, ինչ են ասել, ասում են, ինչ պետք է ասեն, որ ասում են, ինչ պետք է ասեն։ Ասում են, կասեն ծիծիկը դուտեմ, ասում են, այդ ինչ հա, դες փոքր ասում են, կուրծքն է, ասում են, մերն է, ուտում է թող։ Հա, նկարվենք։ Ինչ ենք նկարում, բայց քանի անձրևներ չի եկել, հասնենք մեր ենթադրաբար այո։ Ճապատած պարիսպով եւ ունի բարձր հենակետներ։ Եվ Սեյբերթը այդ ամրոցի աշտարակներից հենակետներից մեկն է։ Եվ մենք ունեցել ենք կարմիր ամրոց, կարմիր բերդ, Սեյբերթ եւ երեխեք ջան։ Այսպիսի սիրունությունը ցնցված եմ։ Ես Գյումրին չնայած մանկությանս տարիներին շատ եմ եկել, բայց այս ռակուրսով ես չեմ բացահայտել, որովհետև ուղիղ գնացել եմ մեր բարեկամների տուն։ Զբոսնել, նայել քաղաքը բան առաջին անգամ է ինձ մոտ։ Հələ որտեղ են գյումրեցիները հիմա որ վահը նայում են, ասում են վայ, մենք էստեղը գիտենք, մենք ստեղ էինք, մենք էս ոչ չտեսանք լիքը շներ։ Հերթով քաղաքը բացահայտելով, տարբեր հետաքրքիր բաներ նայելով գնում ենք հեռախոսից մարդկոցը ափսոս շատ պատվադիդ արեց ինձ, բայց կփորձենք հիմա մենք էս հաղթահարել մի ձև նկարեմ ձեզ համար։ Մենք մտել ենք արվեստանոց։ Սիրում զարդեր կան այստեղ։ Չխոսանք էլ իրար հետ։ С какого ракурса, вот, чтобы все могли? Вот так вот? Ближе? Минуточку. Спасибо. Вау, շատ համեղապիտ է։ Ամենად չեմ ունենան ավելի գեղեցիկ մթնոլորտում անտեսել գեղեցիկ ուտելիքներ, նաև դրան զուգահեռ պատուհաններից վայելեն մեր գեղեցիկ Իսկապես։ քաղաքի ճարտարապետական կոլորիտը։ Վառել եմ ու պետք է վառեմ։
ուսորից հետո էլ պետք է վառեմ, մարեմ։ Բացի նվերի, Ես այսօր տրամադրված չեմ Աննա հանդիպում։ ուրա։ Գնդագանցի ես Աննա։ Արմատներ ունեմ, մտպես նա բանկա։ Ուրեմն բացի խաղից ու նվերից արվեստանոցում ձեր խմբի համար նաև կլինեն որոշակի արտոնություններ, որի մասին կպատմեմ հետո մանրամասն, դուք էլ կորոշեք ձեզ իրանք պետք են թե չէ։ Պայմանավորվանք։ Գնացինք ուղիղ ներս, որով հարթ էր եղել, տաքսում հարորդ էր, դերասան չէր։ Ալբերտ Մգրչյանը իրան կհրավիրեր ֆիլմ ու կստանա ֆիլմի ամենախարիզմատիկ կերպարներից մեկը, ուսուցչի կերպարը։ Ազգանունը հիշեք ֆիլմի մեջ ինչ է։ Բասալյաններ ճիշտ է։ Ինչ վատ վիճակում է շենքը իրականում։ Վառեմ մարեմ արվեստանոց մտանք։ Չկա ոչ վերանորոգես, ոչ տենց։ Հա։ Ոյս երեխեք չեք հավատա, մեր բլոգեր աղջիկներից մեկի եղբոր ծնունդն է։ Այդ աղջիկը Հայաստանում չի, բայց մեզ ասաց, որ անպայման գնանք իրեն սյուր ցտեսություն։ Եվ հիմա մենք եկել ենք ամբողջ սաստավով եկել ենք մեզ լրիվ անծանոթ տուն, որտեղ մեզ շատ ջերմ են ընդունել։ Երեխեք ջան, տորթին ենք անցել։ Հիմա կասեք ես Աննան ցնդել է, բայց չեմ ցնդել, ստացածս նվերներն եմ փորձարկում։ Իհարկե տակից տոպ կահակս, խնդրում եմ, վրա չտակ, չասեք էսի ճանամոթությունը, պրոստը մեր հայկական արտադրության մի հատ շատ սիրուն գիշերային խալատիկ էի նվեր ստացել, այսպես համ պետքա վիդեո նկարեի, հա, այսպես ասած ներկայացնեի իրենց էջը, այսպիսի նաև բանտ կար այնտեղ, իհարկե այս հետևը պիտի լինի, այսենց պրոստը քանի որ ուզում է երևա, առաջ էի բերել։ Մի խոսքով շատ սիրունիկ խալատիկ է, շատ սենց նուրբ, չգիտեմ, շիլկայիստ է, շատ հավեսն է, որ սենց ուղղակի քեզ զգում ես բան, այդ ճապոնական են գեյշաներն էին խորհուրդած։ Այն տապճկեքով, որ նասկիով մատով տապճկա են հագնում։ Այսպիսի գեղեցիկ տուփի մեջ էր, այսպես։ Գիշերվա 1000-ն է, ես նստած գովազդներ եմ նկարում։ Այսպիսի սիրուն տուփ էր, ինչ շատ լուրեք է, չգիտեմ ձեզ ոնց, բայց կարծում եմ, որ շատ գեղեցիկ է, ողջունելի, որ մեր երկրում սենց սիրուն բաներ են արտադրվում, ասեք։ Հա, մեկ էլ մի բան պատմեմ, ուրեմն, այդ Վառեմ մարեմի այդ խանութում, հա, կավագործության կենտրոն էր նաև, հենց Վառեմ մարեմի այդ բալկոնչիկի դիմացն է, այդտեղ սենց կանգնած էինք, դրսում այդ տղան մեզ մի քիչ խոսացեց, հետո տարավ ներս, բայց իրենք ունեին այսպիսի հատուկ ֆիշկա, այն ժամանակ, որ դու դրսում կանգնած ես, իրենք քեզ գաղտնի տեսանկարահանում են, միգուցե ունեին կամերաներ դրված, որովհետև ես չտեսա, որ մեզ ֆոտո անեն։ Մեկ էլ մտանք ներս, տեսնենք իրենց ստենդի վրա դրված է մեր նկարներով։ Մեռել էի, գրած է wanted, որոնվում է, Գյումրվա պատվավոր զբոսաշրջիկ, լուսանկարում պատկերված անձը այցելել է քաղաք Գյումրի որպես զբոսաշրջիկ և հայտնվել մեր ուշադրության կենտրոնում, ինչի համար էլ արժանացել է Գյումրվա պատվավոր զբոսաշրջիկ կոչմանը։ Վառեմ մարեմ արտ ստուդիո, հետև էսպիսի Գյումրվա տեսարժան վայրեր են, ու մի խոսքով այսպես մի հատ պատկերացնում եք իմ զարմանքը, դե գնեցի, չդիմացա 500 դրամ էր էսպիսի մի լիստը, գնեցի նաև մագնիտիկներ եմ գնել, հեսա հետ էլ կբերեմ ձեզ ցույց կտամ, ասեցի որպես հուշ է տորվանից կարա լինի ինչու ոչ։ Հեսա, վերցրել էի մի հատ դուռ, մի հատ լուսամուտ։ 1000 դրամ էի վճարել, լուսամուտը իբրև թե նվեր է, բայց ենթադրաբար 500 է իրական, ուղղակի այդպես որ ակցիա է հնչում, ավելի էր, չէ՞ ոգևորում, ամեն դեպքում ասեցի որ ակցիա է։ Այս 1000-ը վերցրեցի, այս այդ նվեր կողքից տվեցին։ Ասեցի որպես ինչ որ, չգիտեմ, փոքրիկ հուշ, փոքրիկ սուվենիր Գյումրիից մի բան բերեմ։ Այստեղ գրած է սեր, այստեղ էլ գրված է Վառեմ մարեմ։ Մի խոսքով խորենի համար էի վերցրել, ասեցի այդպես բերեմ էլի։ Թիթիզանամ, իբր ճանապարհորդել եմ, հիմա էլ բերում եմ։ Ու ես գիտեք ինչ հասկացա, որ ես այնքան եմ ուզում ճանապարհորդեմ։ Դու գիտեք, ես ոչ մի երկրում դեռևս բախտ չեմ ունեցել լինել։ Դե հասկանում եք, դա ֆինանսական ծախս է նաև, ապագայում, բայց ես շատ հուսով եմ, որ մենք կարողանանք ինչ-որ երկրներ բացահայտել, որովհետև դաժե մեր երկրում ուրիշ քաղաք գնալ, այդ մի հատ անասելի, աննկարագրելի էմոցիաներ են, ու մնացել լրիվ ուրիշ երկիր գնաս ու բացահայտես այդ երկիրը, այդ իմ երազանքներից մեկն է, կարողանալ ճամփորդել։ Մեզ մոտ նոր օր է բացվել, ես էլ կոֆե եմ դրել ինձ մեծ բաժակով, որը արդեն սառեց, մինչև վիդեո նկարեցի ստորի մորի։
Մարաշի, այս Մարաշի պահը պատմեմ, չեմ պատմել, չէ՞ դες։ Ուրեմն Մարաշի ընկերությունը ինչպես միշտ հովանավոր էր ու բերել էր փոքրիկ տուփով ամեն բլոգերի քաղցրավենիք ու մի հատ մեծ տուփով էսպիսի։ Բայց մեծ տուփին արժանանալու համար պիտի փոքրիկ մրցույթ անցնել, մրցույթը հետևյալն էր, գրում ես երկտող, Գյումրվա ու Մարաշի մասին, ասենց ֆուտբոլային թեթև, հա թեկուս։ Դե քանի որ դա մոտ կա, ստացվում է, ես միանգամից 2 երկտող գրեցի եւ հաղթեցի այս մեծ տուփը քաղցրավենիքին, ինչի առիթով բնականաբար շատ ուրախ եմ, ասեք որ ինչ էլ շահում ես, մեծ լինի, փոքր լինի, միշտ մի տեսակ քեզ լավ ես զգում, որ դու շահեցիր։ Հիմա ես իմ սուրճը վայելեմ, այսօր ես ուզում եմ ինձ նվիրեմ ընտանեկան տնային, ասենք ասեմ, գործերին։ Ուզում եմ կարգու կանոն մտցնել տունը, պիլեսոս, սրբել, բան, մի խոսքով ամեն ինչ։ Մի հատ էլ սրանից դնեմ ու վերջ շատ չլգստվեմ։ 4 կտորը, ուսում է, օքեյ է։ Մի խոսքով ուզում եմ մի հատ տներս թարմացնեմ, կարգի բերեմ, մաքրեմ տեղը տեղին, մի տեսակ նեղվում եմ, արդեն կեղտոտվել է տունը։ Բայց մինչև այդ մի հատ սուրճս վայելեմ ու նոր անցնեմ այդ պրոցեդուրաների։